Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոն թունիչները, կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ թվային հարթակով եք մեզ դիտում։ Երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ Հարություն Մանսուրյանն է, ողջույն Հարություն։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եք, սիրելի ռադիոլսողներ, Հարությունը Հետք մեդիա գործարանի ծրագրերի ղեկավարն է։ Բացի դրանից ասեմ, որ դեմքով Հարությունին շատ քիչ մարդ գիտի, բայց վստահաբար եթե հայալեզու որակյալ բովանդակություն եք ընթերցել, դիտել կամ լսել, այդ բովանդակությունը արտադրող թմում վստահաբար կան մարդիկ, ովքեր որ աշակերտել են պարոն Մանսուրյանի մոտ։ Շնորհակալություն։ Չէի սպասում։ Այդ իմ համոզմունքն է մասնագիտական, որ վստահ եմ, որ եթե տենց տակը նայեք, այդ թմում հաստատ մարդիկ կան, ովքեր ձեզնից ինչ-որ բան են սովորել։ Այսօր Հետ մեդիա գործարանի մասին ենք խոսելու։ Ես ձեր Facebook-յան էջում մի հայտարարություն տեսա, որ դուք փնտրում եք դոնորներ, գործընկերներ, ինչ է տեղի ունենում Հետ մեդիա գործարանի հետ ընդհանուր առմամբ։ Տեղի չի ունենում, իրականում մենք 5-րդ տարին այդպես արտադրում ենք գործարան է կոչվում, մեկ-մեկ գալիս ասում են, իսկ դուք ինչ եք արտադրում այս գործարանում, ասում ենք լրագրող մարդ ենք արտադրում։ Հիմա այդ 5-րդ տարվա ավարտին ուսումնական ամերիկյան դեսպանատունը, որը որ մեզ ֆինանսավորում էր, այսինքն ամերիկյան դեպարտամենտի գումարներն էին, շատ հանկարծակի ուղակի փակեց մեր ծրագիրը, սկզբում սառեցրեց, հետո ապասառեցրեց, հետո ապրիլի 21-ին պարզապես այդ ծրագիրը փակվեց։ Հիմա մենք ավարտում ենք 5-րդ սերնդին հորով մորով տեղ կհասցնենք, իրենք կավարտեն, դուրս կգան դաշտ, հուսով եմ, պայծառ, ֆանտաստիկ երեխեք են, 29 հոգի կավարտի այս տարի, ու դրանից հետո չգիտեմ ինչ կլինի շարունակությունը, որովհետև կրթությունը թանկ է, ու հիմա քանի որ 100%-ով է ծրագիրը ամերիկյան գումարներով էր, մենք հիմա չունենք շարունակություն։ Ճիշտն ասած, այդ հայտարարությունը, դրամահավաքը եւ մնացած օգնության կանչերը իրենք չեմ սպասում, որ կունենան այնպիսի արձագանք, որ մենք կկարողանանք այդ հավաքված գումարով շարունակել սեպտեմբերին 6-րդ սերնդի, արդեն 5-րդ սերունդն է դուրս գալիս։ 6-րդ սերնդին մենք չենք կարողանա հավաքել, որովհետև շատ կասկածում եմ, որ ընդհանրապես այդ միջոցներով հնարավոր կլինի սովորեցնել, կրկնեմ, կրթությունը թանկ է։ Եվ հատկապես մասնագիտական, հատկապես որակյալ կրթությունը, ինչը մենք ունենք այդ բրենդը եւ չենք գնա ավելի լավ է ուղղակի իսկապես փակվել, քան գնալ ինչ-որ մի տարբերակի, երբ կիմանաս, որ դու չես կարող տալ որակյալ կրթություն։ Իսկ որակյալ կրթության համար դու պիտի ունենաս իսկապես միջոցներ, դու պիտի կարողանաս կանչել որակյալ մասնագետների, վճարել այդ որակյալ մասնագետներին, պահանջել իրենցից, մի խոսքով, ամենակարևոր բաներից մեկը լրագրողի համար ինչն է։ Այդ գործնական աշխատանքն է։ Դու պիտի կարողանաս գործնական աշխատանքով ապահովել, գործնական աշխատանքը այդ նշանակում է ուղարկել մարզեր, ուղարկել, պահանջել, որ իրենք այնտեղից նյութ բերեն եւ այլն։ Այսինքն մասնագետ պատրաստելու համար իսկապես պիտի ունենալ այդ գումարը եւ հիմա այնինչ որ տեսել ես մեր Facebook-յան էջում, դա գոյատևման մի process է, որի ընթացքում մենք պիտի փորձենք գտնել հնարավոր միջոցներ, չգիտեմ, առայժմ որտեղից, գուցե Եվրամիության միջոցներից, գուցե գրանտային, գուցե մասամբ գրանտային, մասամբ վճարովի, մասամբ մեր տնտեսական գործունեությունից, մասամբ գործարարներից ֆորմուլաները տարբեր են, հնարավոր է ինչ-որ դեպքում դա լինի ինչ-որ մեկը, որ կասի ես օրինակ ֆինանսավորում եմ հետաքննական լրագրության առարկան, կամ ես կարող եմ ֆինանսավորել 2 կամ 3 հոգու ուսուցում։ Մենք ընդունում ենք սովորաբար 30 հոգու, ունենք 13 առարկա, որ դասավանդվում է, հիմնական ուղղությունը հետաքննականն է, ամենաբարդը, բայց բացի դրանից կան նաև այլ առարկաներ, մուլտիմեդիա, ֆոտո, վիդեո, ուրեմն տվյալների լրագրություն եւ այլն, չթվարկեմ, այդ ամեն ինչը կա այնտեղ գրված։ Այսինքն այդ հայտարարությանը հարցին պատասխանելով, որ մի քիչ կարճ լինի, որտեվ իրականում շատ երկար պատմություն է, այս 5 տարվա արդյունքում մենք ունեցել ենք շրջանավարտներ, որոնք
Այս տարի առաջին անգամ մենք փորձարկեցինք իդեպ աուդիո մասնագետին, որը մեզ մոտ եկավ որպես դասախոս ու շատ լավ էր ու պլանավորում ենք որ հաջորդ տարի մի քիչ ավելի առաջ կգնանք, այսինքն մեր սերունդը, այն ովքեր որ դուրս էին եկել, իրենք արդեն կարող էին դասավանդել։ Այս տարի մենք փորձարկեցինք ու հասկացանք, որ դա աշխատում է։ Իրենք վաղը կկարողանային անգամ խմբագիր։ Հիմա արդեն խմբագրի օգնական ունենք։ Կկարողանան, կդառնան խմբագիր, գուցե կդառնան մեդիայի տնօրեններ, իրենք ոչ միայն լրագրողներ, բայց հիմա այդ սոս ազդանշաններ, որ մենք տալիս ենք, որ մենք ընկել ենք այսպիսի մի իրավիճակի մեջ, կարող է մի քիչ նաև մեր խելքից, որովհետև 100%-ով այդպես կախվածություն էր ամերիկյան գրանտից եւ իրականում մենք զուգահեռ անում ենք ինչ որ ծրագրեր, հատուկ ծրագրեր էին, բայց տնտեսական գործունեությունը շատ քիչ էր, մինիմալ էր։ Ես դրա մասին եմ ուզում նաև ձեզ հարցնել։ Մեդիա գործարանի նյութերը սիրված են լսարանի կողմից, այսինքն տրաֆիկների խնդիր կարծես թե այդ բովանդակությունը չունի եւ ինքը աճում է, որտեվ ինքը իրականում լավն է, որակով է շատ սրտացավությամբ է պատրաստված ու այդ երևում է, այսինքն էքսկլյուզիվ է։ Այո, հետաքրքիր մարդկանց մասին է, շատ յուրօրինակ է, այսինքն ինքը հստակ տարբերվում է մեր Facebook-յան ֆիդերում առանձնանում է այն մնացած նյութերից, որը որ կա։ Եթե տրաֆիկ էլ ունի, արդյոք չեք փորձել իրան մոնետիզացնել, ինչ-որ չգիտեմ, պրերոլերով, գովազդ վաճառել եւ այլն։ Այսինքն արտադրությունը պահի դպրոցը, դպրոցի արտադրանքը փորձի պահել դպրոցը։ Մտածում ենք այդ մասին, դեռ չենք փորձել ու դրա համար եմ ասում, երևի մի քիչ նաեւ այդ մեր խնդիրից էր, որ մենք ուղակի հանկարծակի եկանք, երբ որ այդ կտրուկ ֆինանսավորումը 100%-ով դադարեցվեց, բայց դա էլ այդպես ուտոպիա է, որ մենք եթե դա անենք ու փորձենք, դա կկարողանա ապահովել կրթությունը։ Կրթությունը շատ թանկ հաճույք։ Չէ, ոչ մի բանը չի կարողանա վստահաբար, այսինքն չկա նենց մի ճանապարհ, որը որ վերջնական կլուծի այդ հարցը։ Եթե մենք մի քիչ դիֆերենցեինք եւ ունենայինք մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից, հնարավոր կլիներ իհարկե ինչ որ ժամանակ, էլի, բայց գոյատևման խնդիր էր։ Ցավոք հասարակությունը, մեդիա դաշտը կայացած չի այնքան, որ մենք ասենք, այ մենք օրինակ 6-րդ սերնդին ասենք վճարովի ենք սարքում այս կրթությունը եւ մեզ մոտ կգան վճարունակ մարդիկ եւ մենք կընդունենք իրենց ու կկարողանանք, ասենք, իրենցով ապահովել դա չի լինի։ Մեդիա դաշտը առայժմ չի ֆինանսավորի դա, ինչքան էլ որ մեդիա դաշտին պետք են մասնագետներ։ Այո, ինչքան շահառուն մեդիա դաշտն է, չէ՞, դա։ Առաջինը, հա, բայց ես համարում եմ, որ առաջին շահառուն այդ հասարակությունն է։ Ամեն դեպքում այդ հասարակությունն է, որովհետև վիճակագրությամբ մեր շրջանավարտների կեսը մտնում է մեդիա դաշտ։ Մյուս կեսը մեդիա դաշտում չի, բայց իրեն գնում են PR, բիզնես, տարբեր ոլորտներ։ Հարակից ոլորտներ։ Հա, հարակից եւ ոչ միայն հարակից ոլորտներ, բայց ես չեմ համարում ու վստահ եմ, որ դա այդպես չի, որ իրենք դա իզուր չի իրենց համար, որովհետև մարդիկ դուրս են գալիս ստացած շատ բաներ ու դա միայն մասնագիտականը չի, հա, մենք մասնագիտական գործիքները տալիս ենք, իրենք կարող են շատ բաներ անել մասնագիտորեն, ասենք հիմա հաստատ ես իրենցից ավելի երկար ժամանակ ինձնից կպահանջվի օրինակ դատա հավաքել, տվյալներ հավաքել ինչ-որ ոլորտի, որովհետև իրենք տիրապետում են այդ գործիքներին շատ ավելի լավ։ Բայց կարևորը այն է, որ իրենք դուրս են գալիս մեր մոտից եւ իրենք ունեն մի քիչ ավելի արժեքային համակարգ, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այն մի քիչ բարձր բառերով եթե ասենք, այդ մշակույթը ինչպիսին պիտի իրենք լինեն։ Իրենք հաստատ չպիտի լինեն այն լրագրողը, որը մենք այդ որտեղ մենք սովորեցնում ենք նաև ինչպիսին իրենք չպիտի լինեն։ Հա, եթե սովորեցնում ենք գործիքներ, թե ոնց դու կարող ես օգտագործել, ասենք, այս հնարավորությունները, այս գործիքներով, նաև ասում ենք, որ այս է ինչը որ բերում է այսքան like, click, չգիտեմ ինչ, սա լրագրություն չի։ Այսինքն եթե դու եկել ես սա սովորելու համար, ճիշտ տեղում ես։ Ու գոնե մեզ մոտ մենք տալիս ենք այդ նաև որ սա չի ճիշտ լրագրությունը։ Մինչև հիմա չեմ հիշի, հենց ասած ում համար մեր 100-ից ավել շրջանավարտներից որ մեկի համար տենց կարող եմ սևերես լինել, չէ։ Իրենք իսկապես դաշտում այսօր շատ կարևոր դեր ունեն,
վստահ եմ, որ վաղը ավելի կարևոր դեր կունենան, որովհետև այդ ստարտային վիճակը, որով իրենք մտել են դաշտ, շատ հարուստ են եղել։ Եվ մշակութային եւ գործիքների առումով այդ շատ կարեւոր է, որովհետեւ ասենք իրենք շփվում են դասախոսների հետ, դա եմ ասում, որ այդ դասախոսները իրենք իսկապես թանկարժեն բոլոր իմաստներով։ Հա, իրենք շփվում են դասախոսների հետ, որոնք իրենց տալիս են շատ կարեւոր հմտություններ եւ մասնագիտական եւ կյանքի։ Այն արժեքային համակարգը, որը որ մենք ուզում ենք տեսնել Հայաստանում։ Մենք հիմա գործարանից ենք խոսում, բայց Միացյալ Նահանգներում տեղի ունեցող փոփոխությունները մեր մեդիա դաշտի վրա, ոչ միայն իր կրթական հատվածի վրա, այլև ընդհանուր առմամբ մեդիա դաշտի վրա լուրջ ազդեցություն են բերել, լուրջ ազդեցություն են ունենում։ Ես որպես ավագ գործընկերոջ մի հարց եմ ուզում տամ, էլի, ոնց հասանք մենք նրան, այսինքն ոնց ստացվեց, որ ուրիշ երկրում տեղի ունեցող իրադարձությունները այս աստիճանի են փոփոխություններ բերում մեր երկրի վրա։ Իսկ ինչի է տենց։ Ինչի տենց ստացվեց մեր մոտ, որտեղ հիմա մեր մոտ լրատվամիջոցներ են փակվելու, չէ, այսինքն ամենայն հավանականությամբ կամ կտրուկ կրճատվելու են։ Ինչի հայկական մեդիա դաշտը չկարողացավ մի փոքր ավելի կայացած լինել ու 30 տարվա ընթացքում մնաց մեկա դրամաշնորհների ու դրսից եկող ֆինանսական ռեսուրսների հույսին։ Խոսքը որակյալ մեդիայի մասին է։ Իհարկե կմնան մեդիաներ, որոնք որ երևի թե հավերժ կմնան, բայց մենք զրուցում ենք նորմալ ադեկվատ բովանդակություն արտադրող մեդիաների մասին։ Մի բանաձև չկա, այսինքն չեմ կարող ասել, հենց սա էր պատճառը, որովհետև մեդիա դաշտն էլ շատ տարբեր։ Կախվածությունն էլ շատ տարբեր են։ Ոչ միայն մեդիան, այլև մեդիային առնչվող կազմակերպությունները, որովհետև երկար տարիներ, ասենք ես Internews Հայաստանում եմ աշխատել, որը հիմա մեդիա նախաձեռնությունների կենտրոն է կոչվում։ Այսինքն իսկապես Ամերիկայի այդ տրամպային վիճակը միանգամից պրոյեկտվեց մեր ամբողջ հասարակության վրա, բայց հատկապես մեդիա դաշտի վրա, հիմա դրա մասին ենք խոսում։ Ու դա մեծ ստրես էր, որովհետև իսկապես կար այդ կախվածությունը։ Հիմա ինչու կար։ Ես կարող եմ օրինակ ասել նույն մեր օրինակով եւ հետքի օրինակով, որովհետև հետք մեծագործարանը դա հետքի նախագիծն է։ Հետաքննական լրագրությունը, որը որ հետքի հիմնական ուղղվածությունն է, չի կարող լինել ինքնաբավ, ինքնաֆինանսավորվող ամբողջ աշխարհում այդպես է, այսինքն եթե գնաք միջազգային կառույցներ ու այնտեղ անգամ փնտրեք, փորձեք, հնարավոր չի, որ ինքը ինքնաֆինանսավորմամբ լինի, որովհետև առաջինը դա թանկ է, երկրորդը դու չես կարող գովազդ վերցնել կամ ասենք չի կարող որևէ գործարար ֆինանսավորել քո հոդվածը։ Դետեղ շահերի բախում կա։ Միանգամից։ Այսինքն այդտեղ կամ ինքը իր կոնկուրենտի դեմ է հոդված, հետաքննական հոդված պատվիրելու կամ բլոկելու է իր դեմ պատվերը։ Մյուսը պետությունն էլ դա չի կարող անել։ Պետական ինչ որ կան այդպիսի ստրուկտուրաներ, կառույցներ, որոնք որ զարգացած երկրներում իրանք իսկապես կարող են մաս հատկացնել եւ ընդհանրապես չխառնվել խմբագրականին։ Մեզ մոտ էլի չխոսենք, բարձա որ այդ հնարավոր չի եղել եւ հիմա էլ հնարավոր չի, այսինքն պետությունը ունի հիմա, հա, գիտեք, նոր բան են, ուրեմն կառույց է ստեղծում, որը մոդել չի նրան, ինչի մասին որ մենք խոսում ենք կամ երազում ենք, այսինքն հետաքննականը ինչ որ դեպքերում կպնում է նաեւ պիտի կպնի նրան ինչ որ ճիշտ չի դրված։ Իսկ երբ որ դու կպնում ես նրան, ասում ես, սա ճիշտ չի դրված, քաղաքական գործիչները կապ չունի, աչից, ձախից, կենտրոնամետ, իշխանամետ կամ կապ չունի, իրենք բոլորը իրենց լավ չեն զգում, մեղմ ասած, հետեւաբար այդտեղից էլ չի կարող լինի։ Այսինքն կախումը ուղիղ մեր դեպքում գալիս էր այդտեղից, որովհետև հիմնական ուղղությունը հետաքննականն էր եւ հիմնական ուղղությունը կրթականն էր։ Այդ երկուսն էլ ստացվել է այդպես, որ գալիս էր ամերիկյան այդ ֆինանսավորմամբ։ Հետքը փառքաստո իրենց մոտ է դիֆերենցված էր, հետքը շարունակում է, այնտեղ կան այլ հնարավորություններ, միջոցներ, բայց իհարկե հարվածը միանգամից էր եւ զգալի էր
Հիմա պայմանական, հա, վերցնենք շատ ավելի կոնկրետ խոսենք։ Հիմա եթե հենց լրատվության մասին դեռ Ազատություն ռադիոկայանը կա, շարունակում է, գործում է, բայց պայմանականորեն, եթե վերցնենք, հուսով եմ որ չի լինի, բայց պայմանականորեն վերցնենք, որ Ազատություն ռադիոկայանը դաշտից վերանում է։ Ես ինձ վրա այդ միանգամից կզգամ։ Հասարակության մի զգալի մաս իր վրա միանգամից կզգա, որովհետև եթե ամենօրյա լրատվության մեջ թեկուզ այդ մի լրատվամիջոցը դուրս գա, որը որ ամբողջությամբ էլի ամերիկյան ֆինանսավորում էր։ Դու կզգաս։ Հա, իհարկե։ Կզգաս։ Այսինքն մի քիչ հավասարակշռությունը կշեղվի։ Մեղմ եմ ասում մի քիչը, բայց այն հավասարակշռությունն է, որը շատ կարևոր է պահել։ Միշտ է կարևոր պահել, հատկապես կարևոր է պահել, երբ որ դու ընտրության բայց իմ ասածն է, որ մենք հավասարակշռություն չենք պահում։ Այսինքն հավասարակշռություն մենք կպահենք այն ժամանակ, երբ հայկական գոնե պետական որևէ լրատվամիջոց ունենար Ազատություն ռադիոկայանի չափ կշիռ, այդ ժամանակ կլներ հավասարակշռություն։ Ես ասում եմ, որ ոնց ենք մենք հասե մեդիայում աշխատող մարդկանցով, որ օտարերկրյա կապիտալով աշխատող լրատվամիջոցները այդ աստիճան գերակշռել են երկրում 30 տարի, որ այսօր իրանք չկան, դա մեր մեդիադաշտը բերում է կոլապսի։ Այսինքն մենք հայկական ներքին կապիտալով չենք կարեցե ստեղծենք լրատվամիջոցներ, որոնք որ կբավարարեն իսկ ով պիտի իրան դներ մեզնից բացի։ Ինձնից, ձեզնից, մեր մնացած գործընկերներից։ Հիմա լավ, նայենք մեր մեդիադաշտը ովքեր են։ Առանց անուններ տալու, բայց իրենք ակնհայտ ունեն ֆինանսավորում որտեղից։ Տարբեր քաղաքատնտեսական հիմնականում կենտրոններից։ Քաղաքական եւ տնտեսական կենտրոններից ավելի շատ քաղաքական։ Հա, որովհետեւ տնտեսականը հանգիստ իր գործը հանում է։ Որտեվ տնտեսականն էլ քաղաքականից ունի կախվածություն։ Այո, այսինքն պատճառը հետևանքային կապով եթե մենք գնում ենք, հասնում ենք այդ կետին, որ մեզ մոտ քաղաքականությունը այնքան է գերակշռում, որ ինքը ազդում է տնտեսականի վրա, տնտեսականը ազդում է, քաղաքական ու տնտեսականը միասին ազդում են մեդիայի վրա, այսինքն ստեղծվում են մեդիա կառույցներ, ասենք երկար տարիներ Հայաստանում փաստ է, որ գաղտնիք չի, էլի գոնե պետական գաղտնիք չի, որ մեդիան կախված է եղել մի քանի անգամ մարդուց, չեմ ասի կառույցներից, հա, որոնք հստակ ասենք ունեցել են գիծ, տարել են այդ գիծը։ Ինչի որ հիմա շատ բան է էլի փոխվել։ Հիմա էլի մեդիան ու շատ տարօրինակ է, երբ որ հասարակությունը օրինակ նույն հետքի օրինակով ասում, ուրիշներին չասեմ։ Երբ քեզ սկսում են խփել եւ աչից եւ ձախից, եւ իշխանամետ եւ օպոզիցիոն կողմից, հա, այդ նշանակում է դու ճիշտ ես դիրքավորված, այսինքն ամենաճիշտն է։ Դու ճիշտ տեղում ես ու իրենք չեն ընկալում եւ ինձ պատկերացնում դու պիտի լինես։ Դու եթե խփում ես աչին, ուրեմն դու այս կողմից ես, բայց երբ որ դու այսօր խփում են ձախից վաղը աչից, դու ճիշտ տեղում ես։ Հիմա քանի այդպիսի լրատվամիջոց կա Հայաստանում, հասկանում եմ հարցը ինչու՞ն է։ Իսկ այդ ինչու՞ն գալիս է, որովհետև մենք շատ քաղաքականացված ենք։ Որպես հասարակություն նկատի ունենք։ Որպես հասարակություն, որպես պետություն, այսինքն մեզ մոտ քաղաքական շահը միշտ գերագնահատված է եղել, եւ մենք միշտ համարել ենք, որ այսա չի կարելի ասել, որովհետև սա հակասում է մեր պետական, այսինքն մենք ասում ենք, հա, սա կա պետական շահ, սա այսպեսին պիտի լինի։ Ու կապ չունի դա 20-20-ի պատերազմներ, երբ մենք ասում ենք չի կարելի այսպեսի բան ասել, այն հայտնի խոսքա չէ, օտարի ջրաղացին ջուր չլցնենք։ Դե թուրքը նաև ուրախանում է բանը տեղ-տեղ տարբեր, ասենք այդ լոզունգները միասին որ միտեղ այսպես հավաքագրենք, ինքը կդառնա այն ուղղությունը, որը հասարակությունը, հիմա մենք խոսում ենք հասարակության մասին։ Դավիթ Խումարյանի մասին չի խոսքը, դա կոնկրետ հասարակության մեծ շերտի մասին է։ Սպառողը մեր հասարակությունն է, եւ այդ հասարակությունը երբ նայում է ու տեսնում է, որ չեմ հասկանում, դու վերջը ինչի ես, համսրան ես խփում։ Ինքը չի ընկալում, որ կարիք ունի այն մեդիային, ով իրեն կասի ճշմարտությունը, այսինքն հասարակությունը այսօր արիդ նայենք, ինքը ուզում է ասել ճշմարտությունը։ Հասարակությունը միշտ չի որ գիտի, չէ, ինչ է ուզում, բայց տենց էլ չի կարելի քնել, այսինքն պետք չի թողել, չէ, ամեն ինչ հասարակության վրա, չէ։ Ուրեմն հասան կրթականին, այսինքն դու պիտի հասարակությանը կրթես այնքան, որ ինքը հասկանա ինքը ինչ է ուզում։ Եվ ինքը հասկանա, որ այն փափուկ սուտը, որ իր գլխի տակ այնց բարձ է դնում փափուկ,
ու ասում է, այսօր մարդիկ սպառում են այն, ինչը իրենք ուզում են սպառել։ Հա, այսինքն ամեն մեկը գտել է այն լրատվամիջոցը, որտեղ իրան ասում են այն ինչը, որ ինքը ուզում է լսի, ու ինքը այդ լսում է։ Այսինքն ինքը իրան հետաքրքիր չի նորություն, ինքը ուզում է լսի այն, ինչ ինքը ուզում է լսի։ Երբ դուք ունենաս այն հասարակությունը, որ կրթված կլինի այնքան, որ պատրաստ կլինի լսել ճշմարտությունը, ու իրան այդ ճշմարտությունը ավելի դուրեկան կլինի, անկախ նրանից ցավոտ է թե չէ, բայց ինքը կհասկանա, որ ես պիտի լսեմ։ Հակառակից չի լինում գալ, այսինքն կարող է պատճառայտվանքային կապը թարսա։ Կրթությունն է պատճառը։ Չէ, կարող է մեր մեդիաները, ես, դուք, մեր մնացած գործընկերները գտել են այն սեգմենտը լսարանի, գտել են այդ սեգմենտի ցանկությունը եւ իրանք արտադրում են այն բովանդակությունը, որը այս լսարանի հատվածին հաճելի է։ Իհարկե։ Չէ, միանշանակ, բայց այսինքն այդտեղ ոնց որ մեր դերն էլ կա, պետք չի գցել մենակ այն կողմի վրա, այսինքն էկրանից այն կողմ նստած մարդկանց վրա, օրինակ լավը չեն, դե դրա համար էլ տենց է, էլի։ Մեր դեպքում մենք միշտ բնականաբար, հա, ասենք մենք կարող ենք տալ ինչ-որ մի կոնտենտ, որը կունենա, չգիտեմ, 10 միլիոն դիտում, օրինակ։ Մենք գիտենք ձևը, ոնց դա կարելի է անել։ Բայց մենք ասում ենք, որ չէ, սա չի լրագրությունը։ Այդ իրականում ես համաձայն եմ ձերդ, ուզում եմ ռադիո լսողներին էլ, ռադիո դիտողներին էլ ասեմ, ցանկացած բովանդակություն արտադրող քիչ շատից adekvat լրատվամիջոց վստահաբար գիտի ոնց հավաքել շատ տրաֆիկ։ Այդ այնքան էլ դժվար չի, բոլորին པարզ է, հասկանալի է եւ սիրեք են լրատվամիջոցները, որոնք չեն գնում այդ ճանապարհով, որտեղ իրանք վստահաբար գիտեն այդ ճանապարհը ու խղճալով ձեր ներվերը եւ ձեր աչքերը ձեզ չեն տալի այն աղբը, որը որ հիմա համացանցում շատ է։ Ու ամբողջ աշխարհում ախր դա, այսինքն ու միշտ է եղել, այսինքն նոր հեծանիվ չի։ Անգլիայում միշտ դասանը ավելի շատ սպառող ունեցել, քան BBC-ն անգամ, հա, այդ նորմալ է, ու այդպես պիտի լինի, այսինքն դեղինը սպառողների, բայց մեր հասարակությունում, քանի որ մենք մեզ մոտ չենք ունեցել այդ հանրայինի կուլտուրան, մենք չենք ունեցել երբեք BBC, հա, հասարակությունը երբեք չի ֆինանսավորել, այ մենք հիմա ինչքան էլ ասենք, որ հանրայինը ի վերջո հանրային չի դառնում ու չի կարող դառնալ, քանի դեռ մենք մեր գումարից ուղիղ չենք ֆինանսավորի, այլ մենք կտանք, իսկ հետո այնտեղից կբաշխեն։ Ես կուզեի հետքին վերադառնանք մեդիա գործարանին։ Գումարները ուղիղ տալու վերաբերյալ մենք արդեն 24 րոպե զրուցում ենք, մեզ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, կուզեի հիմնական թեմային գանք։ Փորձել եք արդյոք այդ ճանապարհը։ Հիմա տենց գործիքակազմը ավելի հեշտ է, donation alert կա, Patreon կա, արդյոք քննարկվել է այդ տարբերակը։ Հա, անպայման, եւ մենք այդ մտադրությունը ունեինք, մենք այսինքն եւ հիմա է քննարկվում ու տարբերակներից մեկը իհարկե նաեւ դա է, որ նույն YouTube-յան ալիքը մոնետիզացվի եւ մնացած հնարավոր բոլոր այդ հնարավորությունները օգտագործվեն։ Հետքի մասով դա իհարկե պիտի անել, անպայման պիտի անել։ Հետք մեդիա գործարանը վաղուց մենք ունենք այդ նվիրաբերի կոճակը, որը որ հիմա ենք այդպես ակտիվացրել ու դրա համար հիմա այդպես երևում է, մինչև դանակը ոսկորին չասավ, մենք դա չարեցինք։ Տենց է։ Հա, տենց է, դա էլ երևի ազգային հատկանիշներից մենք բոլորս ենք այդպես։ Բայց նորից ասեմ, որ իրականում չունենք այդ մոլորությունը, որ դրանով հնարավոր է կրթական մասը ապահովել։ Չէ, շատ վատատեսորեն եք տրամադրված, պարոն Մանսուրյան։ Վատատեսություն չի, դա ավելի իրատեսությունն է, այսինքն ես չեմ ուզի ինքս ինձ խաբել, ասել, որ այ վաղը հնարավոր կլինի ու ասեմ, որ եկեք առաջարկում եմ ամեն մեկս, չգիտեմ, 1000 դրամ փոխանցենք։ Իսկ քննարկում եք ինչ որ մի ուսումնական տարի բաց թողել, երկրորդին վերադառնալ, այսինքն եթե չհասցնեք այդ մոնետիզացիայի բոլոր ճանապարհներով անցնել, թե կարծում եք, որ եթե սեպտեմբերից չեղավ նոր խումբ, շատ ավելի բարդ է լինելու։ Ուղղակի թվերով կարող եմ ասել, որ դա գործարկելու այդ մեխանիզմը աշխատեցնելու համար հարկ է եղել $300,000 ներդրում, դա եւ այդ կառույցն է, եւ ծրագիրը մշակելն է, եւ տեխնիկականն է, այսինքն եթե հիմա այդ հարահոսը կանգնեց, նորը շարունակելու համար շատ ավելի ծանր ու բարդ է լինելու այդ ամեն ինչը սկսել։ Առաջինը, որովհետև միշտ մարդկայինն է կարևոր, եւ այդ մարդիկ իրենք այն տաշած քարն են, որ գետնին չեն մնա, եւ իրենք հաստատ իրենց տեղը կգտնեն, չգիտեմ որ ոլորտում, իրենք կգտնեն, հետո իրենց պիտի նորից հետ հավաքել, նորից պիտի մշակել ծրագրեր, նորից պիտի կառույց սարքել, իսկ արդեն պատրաստի կառույցը երբ քանդում ես,
շատ ավելի բարդ է լինելու։ Դրա համար հիմա մենք փորձում ենք գտնել այդ հնարավորությունը, որ սեպտեմբերին կարողանանք այդ սկսել 6-րդ սերնդի ուսուցումը։ Եթե մենք մի տարի բաց թողնենք, շատ աղոտ է երևում, թե ինչ հնարավորություններ մենք կունենանք այդ մի տարի հետո։ Դրա համար իսկապես հիմա շատ շուտով մենք մի քիչ կարող է նաև Facebook-ում, սոցհարթակներում մի քիչ ավելի ակտիվ բան սկսենք, այդ համագործակցության առաջարկը կլինի, ովքեր ենք մենք, ինչ ենք անում, կարելի է նայել, տեսնել, ու եթե կլինեն առաջարկներ, կարող է կան ինչ-որ տարբերակներ, որ մենք գլխի չենք ընկնում։ Մենք կասենք, որ բաց ենք համագործակցության համար, եւ եթե մարդկանց համար, իհարկե ոչ բոլոր համագործակցության առաջարկներին կգնանք։ Հասկանալի է, այո։ Հաստատ կան այդ կարմիր գծերը, որ չենք խատի, բայց եթե կլինեն առաջարկներ կազմակերպություններից, մարդկանցից, ֆոնդերից, որոնց համար կարևոր է կրթությունը, որովհետև այդ պատճառը հետևանքային կապը, որ ասում ենք, հա, ամենակարևորը կրթությունն է։ Եթե ռեալ ինչ-որ մի բան այսօր Հայաստանում դու ուզում ես փոխել, դա կրթությունն է։ 10 հեղափոխություն չի կարող փոխել։ Մենք տեսանք, հա, հեղափոխությունը եղավ, ինչ փոխվեց։ Ի վերջո, արդյունքում հիմա մենք տեսնում ենք փոփոխված հասարակություն։ Չէ, դու պիտի կրթականով փոխես։ Եթե կրթականով փոխեցիր, դու արդյունքը կունենաս։ Հա, մի քիչ ավելի երկար կլինի։ Թվում է հեղափոխությունը այսօր եղավ, դու վաղը ինչ-որ չես ունենա դա։ Դե հեղափոխությունն եղավ, մենք էլ չունեցենք։ Այ դա է, որովհետև մենք կրթականի վրա չդրեցինք այն ռեսուրսը, որը պիտի դնենք եւ որը իսկապես կփոխի մարդկանց միտքը պիտի փոխես, մշակույթը պիտի փոխես։ Եթե միտքն ու մշակույթը կրթությունը չփոխեցիր, մնացած քաղաքական ցանկացած փոփոխություն քեզ բերելու է կոտրաստաշտակի առաջ։ Մեր եթերաժամանակը ավարտին է մոտենում, բայց քանի որ ես ավելի լավատես եմ, ես ուզում եմ ավարտենք հետեւյալով. ասեք մեզ ինչ անեն մեր այն ռադիոլսողներն ու ռադիոդիտողները, եթե իրանք կուզեն աջակցեն հետք-մեդիա գործարանին, ուր զանգեն, ուր գրեն, ուր մոտենան եւ ոնց եք դուք դա տեսնում ընդհանրապես։ Լավ, ես կիսում եմ լավատեսությունը, չեմ բացառում, որ իսկապես կարող են լինել մարդիկ եւ կառույցներ, ում հետաքրքիր կլինի, մենք բաց ենք համագործակցությանը։ Կարող են ուրեմն հետք-մեդիա գործարան, ասեմ, կարող են փնտրել բոլոր սոցհարթակներում մենք կանք, mediafactory.am մեր կայքն է, կարող են զանգել անձամբ իմ հեռախոսահամարը կարող եմ տալ 055 42 40 25, թող զանգեն, ես պատրաստ եմ ցանկացած խոսակցության, համարում եմ, որ այդ շատ կարևոր խոսակցություն է, երբ որ մենք խոսում ենք կրթության եւ կրթության ոլորտում ներդրումների մասին, մենք շատ շուտով կբացենք այդ մեր էջը եւ կներկայանանք ովքեր ենք մենք մի քիչ ավելի ակտիվ գուցե կլինենք սոցհարթակներում եւ հայերեն եւ անգլերեն եւ կփորձենք գտնել գործընկերներ, ում հետ միասին կկարողանանք շարունակել այն, ինչը մենք համարում ենք, որ անում ենք, լավ ենք անում եւ անում ենք պետքական գործ։ Սիրելի ռադիոլսողներ, մենք մի փոքր էլ գերազանցեցինք մեզ հատկացված եթերաժամանակը, բայց կարծում եմ թեման կարևոր է, մենք բոլորս ուզում ենք լավ հաղորդումներ լսել, հետաքրքիր հոդվածներ ընթերցել ու լավ հաղորդումներ լսել, դիտել։ Նենց որ հեռախոսի համարը հուսամ ֆիքսեցիք, հետևում ենք, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, շարունակեք լսել գործարար ալիքը, կհանդիպենք։